Ողջույն հարգարժան հետևորդներ, այս ձևաչափով շարունակում եմ պատասխանել ձեր հարցերին, որոնք ստացվում են սոցիալական մեդիայի տարբեր հարթակների միջոցով։ Եվ այսպես, Facebook-յան օգտատեր Էլզա Սանամյանը հարցնում է. ինչ է նշանակում ազգային գաղափարախոսություն։ Հարգարժան Էլզա, ազգային գաղափարախոսությունը ժողովրդի գոյության իմաստն է, նրա պատմական հիշողության արժեքների եւ ապագայի տեսլականի միասնությունը։ Առանց գաղափարախոսություն պետությունը ձև ունի, բայց բովանդակություն ոչ։ Պետությունն իրավական կառույց է, իսկ պետականությունը ժողովրդի ինքնագիտակցության եւ կամքի մարմնավորումը։ Պետություն կարելի է կառուցել օրենքով, բայց պետականություն միայն արժեհամակարգով։ Ազգային գաղափարախոսությունը միավորում է անցյալն ու ապագան, դարձնելով ազգը պատմության սուբյեկտ, ոչ թե օբյեկտ։ Այն սահմանում է, թե ինչի համար գոյություն ունի մեր պետությունը եւ ինչ արժեքների շուրջ է կառուցվում մեր միասնական կյանքը։ Երբ ազգը կորցնում է իր գաղափարախոսությունը, նա դադարում է ունենալ նպատակ, իսկ երբ գտնում է այն, դառնում է ազատ, ինքնիշխան եւ անսասան։ Facebook-յան մի քանի օգտատերեր, հատկապես Կարեն Ալոյանը, հարցնում է. ինչու է գողական, քրեական ենթամշակույթը վտանգավոր պետության համար։ Հարգարժան օգտատերեր, գողական ենթամշակույթը պետության համար վտանգավոր է, որովհետև դա օրենքի եւ արժանապատվության դեմ ուղղված հակամշակույթ է։ Այն ստեղծում է զուգահեռ իրականություն, որտեղ արժեք է ոչ թե արդարությունը, այլ վախը, ոչ թե օրենքը, այլ հասկացությունները։ Հայաստանում այս մտածողությունը ներթափանցել է մեր սոցիալական հոգեբանություն։ Հարգանքը հաճախ չի հիմնվում ազնվության, այլ վախեցնելու կարողության վրա։ Գողականը ձևավորել է հասարակություն, որտեղ անպատժելիությունն արդարացվում է, իսկ հանցավորությունն ունի հերոսական դիմագիծ։ Այդ մշակույթը թուլացրել է մեր պետության հիմքերը, խաթարելով օրենքի գերակայությունը եւ կոռուպցիան դարձրել նորմ։ Երբ այս մտածողությունը ներթափանցում է քաղաքականություն, տնտեսություն, մեր մյուս ասպարեզներ կյանքի, նույնիսկ եկեղեցի, այն վերածվում է պետականության խեղման մեխանիզմի։ Պետությունը չի կարող գոյություն ունենալ, երբ օրենքի փոխարեն գործում է բարեկամության, հովանավորության եւ գողական պատվի սկզբունքը։ Ազգային առողջացումը սկսվում է այն պահին, երբ հասարակությունը հրաժարվում է հանցավոր հարգանքից եւ վերականգնում է օրենքի եւ արժանապատվության արժեքը։ Facebook-յան օգտատեր Գայանե Արուստամյանը հարցնում է. ինչպես եք վերաբերում եկեղեցու նկատմամբ իշխանության վերջին գործողություններին, հատկապես Արագածոտնի թեմի առաջնորդի երկամսյա կալանքին։ Հարգարժան Գայանե, ինձ այստեղ հուզում է ոչ թե կամ ոչ այնքան սրբազանի կալանավորման փաստը, այլ այն, որ 2021-ին կատարվածի վերաբերյալ իրավական գործընթացները սկսվում են միայն հիմա։ Սա ոչ թե մեկ անձի, այլ համակարգային անգործության եւ ընտրական իրավունքի նկատմամբ տևական անպատժելիության հետևանք է։ Երբ հոգևորականը իր դիրքն օգտագործում է քաղաքացու կամքը ճնշելու համար, դա դառնում է ոչ թե հավատքի, այլ իշխանության յուրացման գործողություն։ Եկեղեցին, որնի բնե կոչված է պաշտպանելու մարդու խղճի եւ ընտրության ազատությունը, չի կարող վերածվել քաղաքական վերահսկողության գործիքի։ Պետությունը պարտավոր է արձագանքել օրենքի շրջանակներում, անկախ սրբազանի որևէ պաշտոնյայի կամ գործարարի կարգավիճակից։ Ոչ ոք, նույնիսկ բարձրաստիճան եկեղեցականը չի կարող կանգնել օրենքից վեր։ Սա է իրավական պետության եւ ժողովրդավարության իսկական փորձաքարն ու ուժի աղբյուրը։ Facebook-յան մի քանի օգտատերեր հարցնում են. ինչպես եմ վերաբերվում վերջին շրջանի քաղաքական հետապնդումներին, Սամվել Կարապետյանի կալանք, սրբազանների նկատմամբ դատական գործընթացներ, նաև զոհված զինվորի հորեղբորն են վերջերս կալանավորել։ Հարգարժան օգտատերեր, երբ օրենքը դադարում է լինել բոլորի համար պարտադիր, պետությունը դադարում է ուղղակի գոյություն ունենալ։ Հայաստանում այսօր ամեն խախտման համար կա արդարացում։ Եթե բարեգործ է, ուրեմն չպետք է կալանավորվի։ Եթե հոգևորական է, ուրեմն դա հալածանք է եկեղեցու դեմ։ Եթե զոհվածի ծնող է կամ հարազատ է, նրա զգացումները, հույզերը օրենքից վեր է։
բայց պետությունը չի կարող կառուցվել բացառությունների վրա։ Օրենքը կամ գործում է բոլորի նկատմամբ հավասարապես, կամ ընդհանրապես չի գործում։ Երբ փաստաբանը պաշտպանում է ոչ թե քաղաքացուն, այլ քաղաքական ճամբարի կոնկրետ ներկայացուցիչին, երբ մամուլը ծառայում է ոչ թե ճշմարտությանը, այլ իր հովանավորին, մենք վերածվում ենք հասարակության, որտեղ արդարությունը փոխարինվել է պատկանելությամբ։ Սա իշխանության կամ ընդդիմության հարց չէ, սա քաղաքակրթական հարց է, թե արդյոք մենք ուզում ենք ապրել օրենքով, թե խղճահարությամբ եւ կարեկցանքով։ Արդյոք ուզում ենք պետություն, թե ոչ։ Պետությունը գոյություն ունի այնքան ժամանակ, որքան օրենքը հավասար է բոլորի համար։ Սոցիալական մեդիայի մի քանի հարթակներով ինձ այսօր հարցնում են, թե ինչպես եմ վերաբերվում այն փաստին, որ Ռուսաստանը որոշել է Հայաստանի քաղաքացի հանդիսացող վարորդներին արտաքսել երկրից։ Հարգարժան օգտատերեր, ձեր բարձրացրած հարցի պատասխանը, որքան հասցրել եմ հետևել, կապված է Ռուսաստանի օրենսդրական նոր փոփոխությունների հետ։ Սակայն, երբ հայկական բեռնափոխադրողը կարող է օրինական հիմքով արտաքսվել Ռուսաստանի տարածքից առանց մեր պետության հետ պաշտոնական հաղորդակցության, դա ինքնին նշանակում է, որ մենք ԵԱՏՄ-ում ոչ թե հավասար, այլ ենթակա պետություն ենք։ Միություն, որտեղ չկա իրավական փոխադարձություն եւ անդամի շահերի պաշտպանություն, չի կարող կոչվել տնտեսական համագործակցություն պարզապես։ Այս ճգնաժամը հերթական հիշեցնումն է, որ մեր տնտեսությունը եւ տրանսպորտային համակարգը պետք է արագորեն դիվերսիֆիկացվեն, ուղղվելով դեպի եվրոպական շուկաներ, Պարսից ծոց եւ Հնդկական օվկիանոսի ուղղությամբ բացվող նոր միջանցքներ։ Հայաստանը պետք է պաշտպանի իր քաղաքացուն ոչ թե խնդրելով, այլ հավասար սուբյեկտի դիրքից, բանակցելով այնպիսի գործընկերների հետ, որոնց համար օրենքը ոչ թե գործիք է ճնշման, այլ արժեք։